Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մետադարաշրջան հանրային կյանքի թվային բլոկչեյն տրանսֆորմացիա հաղորդաշարը։ Այս հաղորդման խորագիրը նույնն է՝ փողի էվոլյուցիան քարե սալերից մինչև բլոկչեյն գրանցամատյան։ Սա փողի վերաբերյալ հաղորդման շարունակությունն է, առաջարկում ենք անպայման դիտել նաև առաջի մասը։ Մենք արդեն բացահայտեցինք փողի էությունը, արձանագրեցինք, որ տնտեսական հարաբերություններում հաշվառման ձևը, փողը, ի սկզբանե էությամբ եղել է ոչ թե ֆիզիկական ակտիվ, այլ աբստրակտ գաղափար, հանրային գրանցամատյան, որում պահպանվում էր տեղեկատվությունը առք-ու-վաճառքի, պարտքերի, փոխառությունների մասին։ Վերջում ներկայացրեցինք հայկական դրամի պատմական ընթացքը և ամփոփեցինք, որ փողը դարձավ պետության, հեղինակության և ազգի արժեքային համակարգի կրողը։ Այս նույն օրինաչափությունը մենք կարող ենք դիտարկել ժամանակի հզոր գլոբալ կայսրությունների փողերի էվոլյուցիայի օրինակով։ Այստեղ հարկ է նշել, որ փողը միշտ եղել է ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ու մշակութային ուժի խորհրդանիշ։ Այսպես, իսպանական ռեալը 16-17-րդ դարերում աշխարհին հռչակեց իսպանական կայսրության ծովային գերիշխանությունը և Ամերիկայից բերված անսպառ արծաթե հզորության մասին։ Իսկ հոլանդական գուլդենը 17-րդ դարում դարձավ առաջին արդյունաբերական հեղափոխության և առաջին ֆոնդային բորսայի խորհրդանիշը և դարձավ Ամստերդամի ֆինանսական գերակայության խորհրդանիշ։ Ֆրանսիական լիվրը և ֆրանկը 18-րդ դարում տարածում էին լուսավորության գաղափարները, մշակութային ազդեցությունը և կենտրոնացված պետականության ուժը։ Անգլիական ֆունտ ստերլինգը 19-րդ դարում վերածվեց արդյունաբերական հեղափոխության գլոբալ օպերացիոն համակարգի, այն արտացոլում էր բրիտանական կայսրության անսասան հզորությունը, որի վրա, ինչպես ասում են, արևը երբեք մայր չէր մտնում։ Եվ վերջապես, ամերիկյան դոլարը 20-րդ դարում դարձավ համաշխարհային ֆինանսական հեգեմոնիայի գլոբալ վստահության գլխավոր խորհրդանիշը։ Յուրաքանչյուր կայսրություն իր փողով ոչ միայն առևտուր էր անում, այլև տարածում էր իր ուժը, մշակույթն ու ազդեցությունը ողջ աշխարհով։ Փողը միշտ եղել է պետական, կայսերական իշխանության ամենահզոր, ամենակարևոր գործիքներից մեկը։ Մեր իրականությունում ավագ սերունդը լավ կհիշի 1993 թվականի նոյեմբերի 22-ը, երբ շրջանառության մեջ տրվեց հայկական դրամը։ Սա պարզապես նոր արժույթ չէր, այն անկախ պետականության հիմնարար ինստիտուցիոնալ քայլերից էր և դարձավ Հայաստանի պետականության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Այսօր մեզ համար սա սովորական երևույթ է դրամը։ Այն ժամանակ յուրաքանչյուր հայի համար հայկական դրամը հպարտության, անկախության խորհրդանիշ էր։ Այն ձեռքում պահելով զգում էիր, որ ունես քո պետությունը, քո արժույթը, քո ինքնիշխանությունը։ Փողի հաջորդ էվոլյուցիոն ընթացքը կապված է երկու մեծ քաղաքակրթական բեկումների հետ՝ 1971 թվականն ոսկուց դեպի ֆիատ փողի անցումը և 2009 թվական դեպի անաչառ կոդը։ Այս հեղափոխությունների արմատապես վերափոխեցին փողի մասին մեր պատկերացումները։ Փողի և նյութական աշխարհի կապը վերջնական խզվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրը հիմնովին վերափոխեց հանրային վստահության օբյեկտն ու կոնսենսուսի բնույթը։ Արար առաջին 1971 թվական շրջադարձ դեպի ֆիատ հաղթանակը։ Այդ նույն թվականին
օգոստոսին Ամերիկայի նախագահ Ռիչարդ Նիքսոնը հռչակեց ռեֆորմ, ըստ որի ԱՄՆ դոլարը վերջնականապես կտրվեց ոսկյա պորտալարից, ինչը Ֆիատ դարաշրջանի սկիզբը դրեց Ֆիատ փողի։ Ֆիատ բառը իտալերենից նշանակում է թող լինի կամ կատարվի։ Այս համակարգում փողի արժեքը պայմանավորված է ոչ թե նյութական ապահովվածությամբ, այլ պետական ինստիտուտների, երկրի տնտեսության և հանրային վստահության համակցությամբ։ Այլ կերպ ասած, փողի արժեքը հիմնվեց հավաքական կոնսենսուսի վրա։ Սա փողի վերջնական տրանսֆորմացիան էր զուտ նյութական մտավոր արդյունքի։ Քաղաքական որոշումով պատմական պատասխան տրվեց ժամանակակից տնտեսության լիկվիդայնության պահանջներին։ Անհրաժեշտ էր ճկուն դրամարկղային համակարգ, քան սահմանափակ ոսկու պաշարները թույլ էին տալիս։ Եվ Արար II 2009 թվական բիտքոյնի ստեղծմամբ հերետիկոսական հեղափոխություն տեղի ունեցավ, առաջացավ արժութային համակարգի երկրորդ զուգահեռ տիեզերքը։ Սա պարզապես նոր տեխնոլոգիա չէր։ Սա նախնադարյան անփոփոխելի գրանցամատյանի վերադարձն էր պետության կոշտ մենաշնորհի ձեռքից դեպի ազատ հանրություն։ Եթե 1971 թվականին պետությանը տրվեց բացարձակ, անսահմանափակ վերահսկողություն դրամական զանգվածի նկատմամբ, ապա 2009-ին հիմք դրվեց փողի և պետության տարանջատմանը։ Իր քաղաքակրթական նշանակությամբ այս իրադարձությունը հավասարազոր է պատմության մեջ եկեղեցու և պետության անջատմանը, հանուն անհատի տնտեսական սուվերենության։ Այստեղ վստահության օբյեկտը արմատապես փոխվում է կենտրոնացված քաղաքական իշխանությունից դեպի ապակենտրոնացված կոդ՝ մաթեմատիկական բացարձակ թափանցիկությամբ։ Եկեք մտաբերենք պատմությունը։ Եթե 17-18-րդ դարերում որևէ մեկը պնդեր, որ պետությունը կառանձնանա եկեղեցուց, նրա անմիջապես կարժանանար Ջորդանո Բրունոյի դաժան ճակատագրին և կայվեր ինկվիզիցիայի խարույկի վրա։ Այսօր մենք ապրում ենք այդպիսի մի դարաշրջանում։ Արդի կրիպտո փողը չունի կենտրոնացված թողարկող, իդեմս պետության կամ նրա կենտրոնական բանկի, փաստացի մեր աչքի առաջ տեղի ունենում փողի անջատումը պետական հարկադրանքի ապարատից։ Թվային փողի առումով ընդդիմախոսները կասեն, մինչև բիտքոյնի ի հայտ գալը 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին աշխարհում ընդունվեցին Արաբական Էմիրություններ, Մալայզիա, եղան մասնավոր արժույթներ, թողարկվեցին e-gold-ը, e-դինարը, որոնք ապահովված էին իրական ոսկու պաշարներով։ Դրանք ունեին երկու գլխավոր խոցելություն։ Առաջինը կենտրոնացվածությունը, դրանք գործում էին կենտրոնացված սերվերների վրա։ Եթե կենտրոնական սերվերը հարձակման ենթարկվեր, ապա տվյալները կարող էին փոխվել և համակարգերը չէին կարող ապահովել տվյալների կրկնակի ծախսումը։ Հաքերը կամ հենց ինքը համակարգը կարող էր թվային հաշվեկշռում նկարել թվեր, որոնք իրականում ոսկով ապահովված չէին։ Վստահության կորուստ։ Կենտրոնացված կառավարիչը ցանկացած պահի կարող էր սառեցնել հաշիվները կամ կեղծել գրանցամատյանը։ Ֆիզիկական աշխարհում կրկնակի ծախսումը անհնար է։ Եթե անձը ունի 1000 դրամանոց թղթադրամ և դրանով հաց է գնում, ապա ֆիզիկապես այլևս դրան չի տիրապետում և չի կարող դրանով նույն թղթադրամով մեկ այլ խանութից այլ գնում կատարել։ Թվային աշխարհում ամեն ինչ այլ է։ Ցանկացած ֆայլ թվային, լինի նկար, երաժշտություն կամ տեքստ, կարելի է անվերջ պատճենել, առանց բնօրինակը կորցնելու։ Եթե թվային փողը պարզապես ֆայլ է համակարգչում, ապա առանց հատուկ պաշտպանության օգտատերը կարող է նույն մետաղադրամը թվային պատճենել և միաժամանակ ուղարկել երկու տարբեր վաճառողների։
կրկնակի ծախսի ֆենոմենն է սա։ Հենց սա է, որ երկար տարիներ կանգնեցրեց ապակենտրոնացված թվային փողի ստեղծումը։ Ինչպես բիտքոյնը լուծեց այս խնդիրը։ Բլոքչեյնի դարակազմիկ իմաստը հենց այն է, որ մաթեմատիկական ալգորիթմով բացառեց կրկնակի ծախսման թվային ակտիվը, ունի նույնպիսի եզրակացություն, անձեռնմխելիություն, ինչպիսին ֆիզիկական ոսկին է նյութական աշխարհում։ 2009-ին Սատոշի Նակամոտո հանճարեղությունը կանոնում էր նրանում, որ նա կրիպտոարժույթ նոր ստեղծելուց զատ առաջին անգամ պատմության մեջ լուծեց կրկնակի ծախսման խնդիրը առանց կենտրոնական միջնորդի, կիրառեց Վեյդայի մոդելի ալգորիթմը։ Բլոքչեյնում կրկնակի ծախսումը բացառվում է 3 մեխանիզմներով։ Առաջինը՝ բաշխված գրանցամատյան ցանցի բոլոր մասնակիցները, նոդերը, ունեն գործարքների պատմության նույնանման պատճենները։ Երկրորդ՝ ժամանակագրական շղթան յուրաքանչյուր գործարք շղթայում ստանում է հատուկ ժամանակագրական տեղը կոդի մեջ։ Եթե դուք փորձեք նույն բիտքոյնը երկրորդ անգամ ծախսել, համակարգը ալգորիթմը դա կտեսնի եւ այդ բիտքոյնը արդեն իսկ շղթայի մեջ արդեն ծախսված է եւ ավտոմատ կմերժվի երկրորդ գործարքը։ Հիմքում Ստյուարտ Հաբերի եւ Սքոթ Սթորնետայի կրիպտոգրաֆիկ հեշ ֆունկցիաներ։ Տվյալները վերածվում են եզակի մատնահետքերի։ Եվ երրորդը կոնսենսուսի մեխանիզմը Proof of Work։ Շղթան պաշտպանված է հետագա փոփոխություններից։ Գործարքի հաստատման խնդիրը առանձին դիտարկել ենք Ադամ Բեքի հեշքեշի մեկնաբանությամբ։ Հիմա եկեք լիարժեք պատկերացնենք ու շրթի նժարին դնենք կենտրոնացված ֆիատի եւ ապակենտրոնացված կրիպտոփողի օպերացիոն համակարգերի փոփոխությունները։ Այս տրանսֆորմացիան դիտարկենք 4 առանցքային չափորոշիչներով։ Վերահսկողության առումով ավանդական ֆիատ մոդելը հենվում է կենտրոնացված պետական բուրգի հրամայական պարտադրանքի վրա։ Ապակենտրոնացված թվային համակարգում վերահսկողությունը բաշխված է։ Այն ինքնավար է, հորիզոնական, ամբողջությամբ զուրկ է որևէ կենտրոնացված միջնորդների, չինովնիկների որոշումների։ Երկրորդ՝ թափանցիկությունը։ Ֆիատ համակարգում որոշումները կայացվում են փակ դռների հետևում կենտրոնացված բանկի խորհրդի նիստերում։ Բլոքչեյնում բացարձակ թափանցիկություն է։ Ամբողջ գրանցամատյանն եւ կոդը բաց է, հրապարակային եւ վերիֆիկացվող է ցանկացած օգտատիրոջ կողմից աշխարհի ցանկացած կետից։ Այնինչ մենք ունենք դրամապանակում պահում է իր արժեքը բացառապես պետական լեգիտիմության եւ վերևից պարտադրվող հավատքի շնորհիվ։ Նոր թվային միջավայրում արժեքի հիմքը դառնում է անաչառ թափանցիկ կոդը, որը ամենակարևոր հարցի լուծումն է, թողարկողի անհատական կամ կոլեկտիվ հեղինակությունն է։ Չորրորդ՝ խթանման կառուցվածքը։ Ֆիատ փողը պատմականորեն ծառայել է որպես հարկային համապատասխանության եւ հարկադրանքի գործիք, որտեղ պետությունը սահմանում է անձանց տնտեսական վարքագծի կանոնները։ Մետադարաշրջանում թվային փողը ունակ է վերածվելու սոցիալական բարիք ստեղծելու գործիքի, հանրությանը ծառայելու որպես հզորագույն խթան։ Փողը քարե գրանցամատյանից մինչև կառավարության երաշխիքով ապահովված ֆիատ փող եւ կրիպտոփող մշտապես զարգացել է որպես տեխնոլոգիա եւ հարմարվել մարդկության կարիքներին։ Փողը վերադառնում է իր արմատներին հանրային գրանցամատյանի, բայց այս անգամ գլոբալ անփոփոխ
ապակենտրոնացված մակարդակով։ Հիմա բլոկչեյնը ապահովում է կոնսենսուս և վստահության նույն արդյունքը մաթեմատիկական թափանցիկության միջոցով անցնելով վստահիր մոդելից դեպի ստուգիր և վստահիր մոդելին։ Ապագայում փողը կարող է դառնալ ոչ թե վերահսկողության, այլ հեղինակության։ Մենք կարող ենք մասնակցել այս նոր համակարգի կառուցմանը։ Փողի պատմությունը կատարեց լիարժեք շրջապտույտ քարե մատյաններից մինչև բլոկչեյն։ Այն միշտ մնում է հանրային վստահության արտացոլում։ Հարցը այլևս այն չէ, թե ինչ է փողը, այլ ինչպիսի փող ենք մենք ուզում ստեղծել միասին։ Շնորհակալություն մետադարաշրջանը մեր հետ լինելու համար։ Մեր անփոփոխ կարգախոսն է թվային խոսքի իշխանությունը։ Առողջ եղեք, կհանդիպենք։